Հակարժան դատարան, տեսեք, դուք շեշտադրում եք այն հանգամանքը, որ դուք ինքներդ որևէ կողմնակալ մոտեցում չունեք, ներքին համոզմունք չունեք, եւ այս առումով պիտի միեդի չափանիշները նույնիսկ դուրս բերենք, իհարկե դրա մասին ասել, բայց հատուկ տանջատել։ Ուրեմն միեդը ինչ ասում, ասում է կա երկու չափանիշ անաչափության։ Մեկը սուբյեկտիվ, մեկը օբյեկտիվ։ Սուբյեկտիվ չափանիշը բնականաբար դուք գիտեք, եւ դուք հայտարարում եք դրա մասին, դա էլ է ըստ էության քննարկման առարկա, բայց այս պահին դրա վրա չենք ուզում շեշտադրում անել։ Այստեղ կարևոր է երկրորդ կոմպոնենտը, օբյեկտիվ չափանիշը։ Իսկ օբյեկտիվ չափանիշը կախված չի կոնկրետ դատավորի համոզմունքից կամ պատկերացումներից։ Դա կախված է կողմերի դիտարկումներից եւ տպավորություններից։ Ավելին, միեդը նաեւ օրինակ Մալթայի գործով, Միքալևն ընդեր Մալթայի գործով հատուկ շեշտադրել է, որ ոչ միայն դատավարության կողմերի համար պիտի լինի այդ անաչառության տպավորությունը եւ զգացողությունը, այլև հասարակության համար, որտեղ իրականում արդարադատությունը եւ ընդհանրապես հատկապես քրեական դատավարությունը իրականացում է նաեւ հասարակության մեջ եւ հասարակության մոտ արդարության զգացում ձևավորելու համար։ Հիմա երբ որ կողմնակալ դատավորը մասնակցում է դատավարության, ի սկզբանե ամբողջ դատավարությունը իր արժեքը գործում է այն իմաստով, որ դրա կողմնակալությունը հարցականի տակ է դրվում, արդարադատությունը ընդհանրապես այդ գործով հարցականի տակ է դրվում։ Հիմա, եթե դուք տվյալ գործով շարունակեք արդարադատություն իրականացնել, հիմնվելով բացառապես ձեր սուբյեկտիվ ընկալումների վրա, անտեսելով պաշտպանական կողմի օբյեկտիվ ընկալումները եւ ես վստահ եմ նաեւ հասարակության օբյեկտիվ ընկալումները, ապա դուք պարզապես այս գործի, այսպես դեռևս նախնական փուլում վերաքննիչ վարույթի արդեն իսկ հարցականի տակ կդնենք արդարադատությունը։ Եվ ոչինչ չարժե պարզապես բացակ հայտնել եւ հեռանալ, որպեսզի պատշաճ դատարան ներկայանա եւ պատշաճ դատարանի կազմով արդարադատությունը իրականացվի։ Այսքան։ Օրինակ, տեսեք, բոլոր պաշտպանները այդ հանգամանքի վերաբերյալ կատարեցին ամբողջական Երևանի մասին։ Ամեն դեպքում կասկած պարոն Սարգսյանն ճիշտ նկատեց, կասկած միշտ կարող է լինել հաշվի առնելով ներկայացված հարաբերությունը։ Բայց այդ կասկածի ողջամտության աստիճանը, որը կարող է նաև անձնական երրորդ անձի հայացքով հազդեցություն են ասում դատարանի անաչառության եւ անձնականության վրա։ Ինչքանով է այդ կասկածի աստիճանը ողջամիտ։ Տեսեք, բացի պարոն Հարությունյանից համակարգում աշխատող իրավապահ համակարգում աշխատող այլ բազմաթիվ ընկերներ, գործընկերներ ունենք բոլորս, թե պաշտպաններ, թե դատախազ, թե դատավորներ, ունենք լավ ընկերներ, լավ գործընկերներ, նաև ովքեր պաշտպաններ են աշխատում։ Եթե մենք զուտ այդ հարաբերությունների այդ կոնտեքստը ընդունենք, արդյոք մենք արդարադատություն իրականացնելու խնդիր չենք ունենալու, որովհետև հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները, մեր փոքր պետություն, փոքր ազգաբնակչություն ունենալը, հիմնականում նույն բուհերում սովորել ավարտել, դրա արդյունքում ընկերական փոխհարաբերություններ ձևավորվել։ Արդյոք այդ պարագայում մենք արդարադատություն իրականացնելու խոչընդոտ չենք ունենալու։ Պատվարժան դատարան, տեսեք, դուք ձեր խոսքում մի շատ կարևոր առանձնահատկություն ասեցիք, որը ձեր ասած բոլոր մյուս դեպքերի հետ որևէ առնչություն չունի։ Ես շատ աշխատանքային, այսինքն ինչպես դուք ասացիք, մեկ շենքում աշխատած մարդիկ ունեմ իմ կյանքում, բայց նրանցից ոչ բոլորի հետ եմ միասին հաց կիսում կամ քնջույքի մասնակցում կամ պարբերաբար հանդիպում։ Մեր հարաբերությունները կարող են լինել աշխատանքային։ Ընդ որում, այստեղ կարևոր է նաև ենթակայական հարաբերությունների օրինակ առկայությունը կամ բացակայությունը։ Եվ այսպիսի հանգամանքներով մի քանի փաստարկներ, այսինքն մենք դուք միայն շեշտադրում եք այն հանգամանքը, որ դուք միասին եք աշխատել, բայց դուք առնվազն դուք ինքներդ մատնանշեցիք, որ միայն աշխատանքային հարաբերություններով չեք պաշտպանված։ Դուք նաև անձնական առանձին հարաբերություններ ունեք։ Եվ հենց այդ պատճառով է, երբ որ դուք
ասում եք արդյոք մեր երկրում քրեական դատավարությունը կարող է իրեն թույլ տալ այդպիսի իրավիճակ, հենց այդպիսի իրավիճակները կանխելու համար օրենսդիրը այն գլխից արդեն դրա համար հենց քրեական դատավարության օրենսգրքով, ոչ թե դատական օրենսգրքով առանձին կետ է սահմանել։ Ասում է, եթե դատավորը ի թիվս դատական օրենսգրքի, այստեղ նա կա, բայց ասում է նախատեսված հիմքերը եթե բացի դրանից կա նաև չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ։ Այսինքն միայն դատական օրենսգրքով սահմանված ստանդարտ հանգամանքները բավարար չեն։ Այսինքն քրեական դատավարությունը ավելի բարձր շեմ է սահմանում այս ոլորտի համար։ Եվ ես ինքս իմ կողմից կարող եմ ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ ես գիտեմ, որ դատարանը կամ դատավորը նախագահ դատավորը այնպիսի հարաբերությունների մեջ է, որ ինձ կկաշկանդի կամ ես նրան կկաշկանդեմ, ես ինքս չեմ մասնակցում այդպիսի վարորդների։ Հետևաբար, այդ է մոտեցումը։ Եթե պիտի զուգադիպություն լինի, նույնիսկ այդ հարաբերությունները այնքան նեղ են, մեր ազգանավ բնակչությունը այդքան փոքր է, կապերը սերտ է, դրա համար բացակի ինստիտուտն է ստեղծած եւ ձեզ են հենց դրան են ողջունում, ոչ անում, որ կարելի է պատասխանել կարճ։ Պատասխան դատան, ինչպես իմ գործընկերը նշեց, քրեական դատական օրենսգրքի 66-րդ հոդվածը խոսում է ողջամիտ կասկածի մասին։ Այսինքն կասկած կարող է լինել, այո, մարդիկ կարող են լինել կուրսընկերներ, որ կասկած լինի։ Բայց ողջամտությունը բնականաբար ցույց պետք է լինի որոշակի ավելի սերտ հարաբերություններ, որոնք կասկած առաջացնեն եւ դա ողջամիտ լինի։ Հիմա մենք այստեղ այդ փաստարկը երևի չենք կարողանա առաջ քաշել, եթե մի կարևոր հանգամանք չներ, որ այդ հանգամանքը դուք ինքներդ արդեն օգտագործել եք բացակի հարցում։ Այսինքն հետևաբար, տեսեք, ոչ աշխատանքային հարաբերությունները պետք է մարդուն կաշկանդի արդարադատություն իրականացնելու համար, ոչ ընկերական հարաբերություններ, չէ՞, դատավորը ավելի բարձր պետք է լինի այդ շահերից։ Բայց տեսեք, այդ հարաբերությունները դուք հաշվի առնելով, որպեսզի նման տպավորություն չստեղծվի հանրության մոտ եւ կամ դատավարության մասնակիցների մոտ, գնացել եք առաջ եւ բացակ ընդունել եք։ Հիմա այդ հանգամանքը արդեն կա եւ դա մեր ձեռքը, մեր միջնորդության, մեր բացակետքում դա արդեն լուրջ փաստ է։ Այսինքն դուք մեկ անգամ դա արել եք եւ այս սա կրկնակի ամրապնդում է մեր մտահոգությունները, մտավախությունները։ Հետևաբար մեր կոչն ու խնդրանքն է ձեզ այս անգամ էլ նման բարձր իրավագիտակցություն դրսևորել եւ տարածել մեր կասկածները, բացառելով ձեր մասնակցությունը այս գործի հետագա քննությունից։ Շնորհակալություն։ Սարջ ձեր վերջին մտքի հետ կապված պատասխանատվական յուրաքանչյուր գործում այո դրա առանձնահատկությունները պիտի հաշվի առնել։ Աբստրակտ որ ասեմ ավելի պատկերավոր։ Այս զգայուն գործով դատավորն ու դատախազն ընկերներ են, սրբազանին դատող դատարանի նախագահող դատախազը ընկերներ են, աբստրակտ արդեն չի լուսա, արդեն սա չի կարող շարունակել լինել։ Դրա համար եմ ասում, անկողմնակալ դիտորդի աչքերով առնվազն չի կարող երևալ սա նորմալ։